Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Շուրջ 30 տարի շուկայում առաջատարներից մեկը համարվող Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ ու ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Այժմ Դան դեսերտից կարող եք օգտվել նաև Պրոսպեկտ մոլի երկրորդ հարկում գտնվող սննդի կետից։ Եթե ձեզ հետաքրքրում է հայկական շոու բիզնեսի հայելու հակառակ կողմը եւ եթե կան հարցեր, որոնք գուցե հետաքրքրել են ձեզ, բայց երբեք չեն հնչել, առաջարկում ենք միանալ մեզ բացահայտելու շոու բիզնեսյան հայելու հակառակ կողմը։ Ողջույն, եթերում Փոպարտն է։ Այսօրվա մեր հյուրն այն հայտնիներից է, ում հեռուստադիտողը էկրաններին չի տեսնում արդեն երկար ժամանակ։ Փոխարենը գրեթե ամեն օր լսում է նրա ձայնը տարբեր ֆիլմերի կրկնօրինակման արդյունքում։ Նա այն դերասանն է, ով խոստովանում է, որ այսօր հեռուստատեսությամբ առկա նյութերը իրեն չեն գրավում։ Այդ իսկ պատճառով էլ նա գերադասում է հանրությանը ներկայանալ թատրոններում ունեցած իր դերերով։ Տեղում դոփել չեմ սիրում, խոստովանում է նա ու սպասում այն առաջարկներին, որոնք իսկապես կգոհացնեն իրեն։ Այսօրվա մեր հյուրը դերասան Մխիթար Ավետիսյանն է։ Այն մեկն էլ է ստուցաբերմանս։ Դու կարող ես կնոք ես սախես պայթան։ Ավելի չարեմ, չէ՞։ Ես դասակուզիկ եմ։ Չէ, դա նորմալ է։ Չեմ ուզում։ Հա, չէ։ Գնանք։ Давайте, 우리 гуляем. Բզբզանք էլի։ Давайте бзбзанք։ Всё, գնացինք։ Անուն մի հատ էլ մազուն ես այստեղ ծայս։ Անուն ճիշտ այնտեղ, այն վերևը։ Ասի ես ուղը։ Ուսկտա։ Всё։ Սկանդալ։ Կռվելու։ Ողջույն Մխիթար, շնորհակալ ենք ձեզ մեր հրավերն ընդունելու եւ մեր տաղավարում գտնվելու համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ ինձ հրավիրեցիք։ Հուսանք հետաքրքիր զրույց կունենանք։ Փորձենք։ Ձեր վերջին հարցազրույցներից մեկում Մխիթար նշել եք, որ խիտ գրաֆիկով եք աշխատում։ Թատրոններում եք ներկայանում, ինչպես նաև հեռուստատեսությունում ձայների կրկնօրինակման բաժնում եք։ Այդ ամենով հանդերձ, սակայն տպավորություն է, որ Մխիթար Ավետիսյանը հանգստանում է։ Դա գուցե եւ պայմանավորված է հեռուստատեսությամբ չերևալու հետ։ Հա, այդ առումով հանգստանում եմ։ Այդ առումով հանգստանում եմ, որովհետեւ պայմանավորված այդ հանգամանքը։ Ինչու են մարդիկ ձեզ միայն լսում, այլ ոչ թե դրա հետ միասին նաև տեսնում։ Որովհետեւ շատ երևացի ըստ իս փորձեցի հանգստանալ այդ ամբողջ պատմությունից, որովհետև հանգիստը անհրաժեշտ է այն դեպքում, երբ որ նորմալ առաջարկներ չկան։ Մինչ նորմալ առաջարկներ եկեք հիշեցնենք, թե վերջին անգամ երբ եք նկարահանվել եւ որ նահանգ։ Բարդ բան է, շատ չեմ հիշում ես, երբ եմ նկարվում։ Ինձ մոտ չի տպավորվում։ Հարցնում եմ այն պատճառով, որովհետև կարծես թե դադարը երկար էր։ Այո, տպավորված երևի միակ որ շատ է տպավորվել, դա 32-ն էր, դրանից հետո էլի ինչ որ նախագծեր էին, հեռուստա նախագծեր, ամենավերջում երևացել եմ երևի Արմենիայով Բարի լույս հայեր ծրագրում, որ Սիմայի հետ էի վարում, դե Արտյոմն էլ Գայանեի հետ։ Ու այդպես ստացվեց, որ փոխվեց ձևաչափը, ես էլ մնացի կադրից դուրս, բայց ձայնս հնչում է առայժմ, որովհետև ոչ թե պահում փայփայում եմ ձայնս, այլ բախշում եմ։ Մխիթար, ինչպես նշեցիք, աշխատում էիք Արմենիա հեռուստաընկերությունում եւ հանդես էիք գալիս ոչ թե որպես դերասան, այլ հեռուստա հաղորդավար։ Սակայն, ինչպես նաեւ նշեցիք, ձևաչափի փոփոխության հետևանքով դուք կադրից դուրս մնացիք։ Սակայն կարծիքներ կան, որ այստեղ խնդիրն ավելի խորքային էր։ Մխիթար Ավետիսյանը հասկացել էր, որ դերասան լինելով հանդերձ հեշտ չէ նաեւ լինել հաղորդավար։ Հետաքրքիր է, բախվել եք այդ կարծիքներին եւ ինքներդ ինչպես եք մտածում, արդյոք դերասանը կարող է լինել հաղորդավար, հաղորդավարը կարող է լինել դերասան։ Դերասանը շատ ճկուն մասնագիտություն է, շատ։ Օրինակ բժիշկ ընկեր ունեմ, Գագիկ Հեբոյան, սրտի վիրաբույժ։
կարդիոխիրուրգ, այսպես են ասում։ Բարբերաբար որ ներկայացումների հրավիրում եմ գալիս է, ասում է քո մասնագիտությունը շատ ավելի բարդ է, քան իմ, չնայած որ ես մի անգամ ներկա եմ գտնվել իր վիրահատությունների ընթացքին, ինքն էր վիրահատություն անում բնականաբար, շատ բարդ վիրահատություն, ասացի, բայց ինչու ես այդպես կարծում եմ, ինչն է պատճառը, ասում եմ, որովհետև ես փակ տարածքում անում եմ մի գործողություն, որը փրկում է մարդու կյանք, ու դա համարյա միշտ ստացվում է, բայց դու բաց տարածությունում շատ մարդկանց առջև կարողանում ես ներկայանալ ու ներկայանալ լավ, որը շատ դժվար է հիմնականում, այս մեր մասնագիտության մեջ եւ դերասանը քանի որ շատ ճկուն մասնագիտություն է ամեն ինչ կարող է անել դերասանը ամեն ինչ ընդհուպ մինչեւ բժշկության հետ առնչվել այսինքն այո մենք բուժում ենք բեմից մենք բուժում ենք կադրով եթերից օրինակ թեկուզ ձայնով դա էլ է բժշկություն Այս դեպքում շատ են կարծիքներն այն մասին, որ ավելի լավ է մի մասնագետը, անի այն ինչի կրթությունն ունի, ինչը որ իրեն թեկուզ աստծուց է տրված եւ անի մի բան, բայց անի դա լավ, բայց անի դա որակով եւ հաճախ։ Համաձայն եմ, կարծեմ ես անորակ որևէ բան առայժմ չեմ արել իմ մասնագիտությամբ։ Խոսքը ձեր մասին չէ, ես նկատի ունեմ, այդպիսի մի խոսք կա։ Համաձայն եմ, ու ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որպեսզի ամեն ինչ ընկնի իր տեղը, ու դառնա օրինաչափ, դառնա ներդաշնակ մեր կյանքը եւս, որովհետեւ եթե չկա կարծեմ, եթե չկա այդ ներդաշնակությունը, այսինքն ամեն մարդ չի զբաղվում իր գործով, ուրեմն դառնում է քաոս։ Մեր կյանքը նաև դառնում է քաոս։ Ոչինչ չի դառնում օրինաչափ։ Մղիթար, դուք մեջ բերեցիք ձեր ընկերոջ բերած օրինակը, եւ այս դեպքում դուք այսօր ներկայանում եք մարդկանց թատրոնում։ Այո։ Ի տարբերություն տարիներ առաջվա, այսօր թատրոնի հանդիսատեսը բավական մեծացել է, սակայն ի տարբերություն հեռուստատեսության այն շարունակում է մնալ սակավաթիվ։ Այսինքն ստացվում է, որ այսօր ձեր հեռուստադիտողը հանդիսատեսը այդքան էլ շատ չեն, սահմանափակվում եք թատրոնի Դա ձեզ բավարարում է, արդյոք ափսոսանք չկա, որ ձեր գործունեությունը չեն տեսնում արդեն երկար տարիներ։ Ես կարևորում եմ շատ կարևոր հանգամանք ինձ համար, որովհետև երբ որ հանդիսատեսն է քեզ ճանաչում դրսում, ինչ-ինչ խնջույքներին, չգիտես որտեղ, կապ չունի, կամ թատրոնում, շատ ավելի կարևոր է, քան կարող է բարդ բան ասեմ, քան հեռուստադիտողը, որովհետև, ասում եմ ինչու, որովհետև պատկերացրեք մեր եթերները, ես բարդ բան եմ ասում, միգուցե կարող է շատ պարզ բան եմ ասում, մեր եթերները շատ աղտոտված ծրագրեր կան, նույնիսկ հեռուստա սերիալներ, եթերով։ Պատկերացնում եք, որ նոր խոսեցինք, ասեց ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Ինքան նորաթուխ աստղեր կան, որոնք որևէ կապ չունեն դերասանության հետ, որևէ կապ չունեն։ Գուցե իրենց մոտ ինչ-ինչ պատճառներով լավ բաներ ստացվում են, բայց գործը պետք է զբաղվի, գործով պետք է զբաղվի մասնագետը։ Մղիթար, այս դեպքում դուք դերասան եք, դուք մասնագետ եք եւ սակայն այսօր ձեզ չենք տեսնում հեռուստաէկրաններին, հեռուստասերիալներում եւ սիթքոմներում։ Քիչ առաջ նշեցինք, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Այս դեպքում, եթե դերասանը չի զբաղվում իր գործով եւ չի նկարահանվում սիթքոմում, պատկերն էլ ստացվում է այն, ինչ այսօր ստացվում է։ Դե որովհետև չկա լավ առաջարկ, չունեմ լավ առաջարկ, առաջարկներ կան, որոնցից ես հրաժարվում եմ, ինչու շատ պարզ պատճառով, մի հատ տեսնենք խումբը, հավատացեք, այսպիսի մի բան կա, երբ որ դու գնում ես մի թատրոն ու նոր ես մտել այդ թատրոն, չէ, շատ պարզ բան եմ ասում, իրենք խաղում են իրենց կանոններով, դերասաններ են, պրոֆեսիոնալ,
բայց թատրոնը ունի կոնկրետ ուղղվածություն։ Դու նոր մարդ ես ու ինչ էլ անես, առայժմ դու չես ընդգրկվում դրա մեջ։ Այսինքն դու պետք է ժամանակ եկես, պետք որ ոչ թե իրենց ընդօրինակես դառնաս իրենց նման, ոչ։ Քեզ պետք է ժամանակ, որպեսզի հասկանան, որ դու էլ ես այդ կշիռը, դու ես այդ անհատականությունը, դու ես այդ դերասանը։ Ու վստահաբար եմ ասում, եթե դու գնում ես մի տեղ, որտեղ կապ չունեն դերասանության հետ, նաև ռեժիսորության հետ կապ չունեն, ես չեմ ուզում քննադատական հնչի իմ ասածը, բայց բարդ բաներ կան, էլի, նկարում ես ու աղբ։ Դու միանգամից պիտի փախնես այդտեղից, փախչես ու հեռանաս, որովհետև ես ինչու հեռացա 32 ատամից, որովհետև էլ չէր գրվում լավ բաներ իմ մասով, ես չեմ գրում, էլ չէր գրվում, էլ չէր ստացվում, հարցեր կային, թողեցի, որովհետև ասեցի, այն ինչ որ կա, լավ է, մարդկանց մոտ լավ եմ թողել, արի ժամանակին դուրս գամ, որպեսզի տպավորությունը նույնը չվարկաբեկեմ այն, ինչ արել եմ, որովհետև մի փոքրիկ վատ արարք, ամբողջ լավ արարքը գցում է ջուրը ու մնում է միայն այդ հիշողություն։ Ավելի լավ է ժամանակին դուրս գաս, թողնես լավ հիշողություն ու վերջ։ Պարզ բաներ են։ Եվ երբևէ չեք մտածում հետին պլան մղվելու մասին, որովհետև շատ են հենց այդ նույն դերասաններն, ովքեր նշում են, որ ճիշտ է, չենք նկարահանվում այս սերիալում, որովհետև որակապես այն չի համապատասխանում մեր պահանջներին, սակայն ամեն դեպքում մնում ենք երկրորդ պլանում։ Ավելի լավ է երկրորդ պլանում մնաս, քան լինես հերթականը։ Լավ, Մխիթար, ստացվում է, որ այսօր հեռուստատեսությամբ այնինչ առաջարկվում է, ձեզ չէ գոհացնում։ Չէ, ամբողջը չէ։ Ամբողջը չէ, ես միանշանակ չեմ ասել։ Սերիալները շատ բաներ, շատ բաներ, շատ հաղորդումներ, որոնք անհասկանալի հաղորդումներ են։ Անհասկանալի, չես հասկանում։ Այսօր հաղորդումներն էլ այդքան շատ չեն։ Արդեն շատ չեն։ Հա։ Լավ, այս դեպքում ի՞նչն է ձեզ գոհացնում, որն է այն առաջարկը, որը որ դուք կցանկանայիք ստանալ եւ որտեղ որ կցանկանայիք ներգրաված լինել։ Լինի դա կրկին սիթքոմ, սերիալ, հաղորդում, գուցե առավոտյան ծրագիր։ Ես նախընտրում եմ նկարվել անվճար, նկարվել մի ուսանողի մոտ, ով նոր է առաջին քայլեր անում ու շատ հետաքրքիր մտածելակերպ ունի, կարճամետրաժ ֆիլմ նկարվել։ Քան նկարվել մի սերիալում, որը կներեք ինձ չի գոհացնում։ Որովհետև ես այսօր տեսնում եմ Ամերիկայում էլ են նկարում սերիալներ, ինչ ցույց են տալիս, լավ են անում են, շատ լավ է։ Դերասաններն էլ գումար ունեն, օպերատորներն էլ գումար ունեն, հնչյունային օպերատորներն էլ գումար ունեն, սցենարիստներն էլ, ռեժիսորներն էլ եւ այլն։ Բայց ես չեմ ուզում։ Ինձ ավելի լավ է գամ ձեզ մոտ հաղորդման հյուր։ Քան նկարում մի տեղ, որտեղ ես ինձ լավ չեմ զգում։ Այս դեպքում նույնիսկ գումանել չի Իհարկե ոչ։ Իսկ գեղարվեստական ֆիլմերի հետ կապված նմանատիպ առաջարկներ չկան, կան, եղել են։ Մի քանի անգամ նկարվել եմ, մի 2-3 տենց դեպք, օրինակ Ժաննը դ'Արկ կամերայինում նկարվեցինք, լավ ֆիլմ էր ստացվել, ուղղակի չապրեց գուցե, չգիտեմ ինչ պատճառներով ու տենդենս կա, կարծեմ շատ հիմա նկարում են, չէ, բայց հոսքն է հանդիսականի քիչ։ Առաջին 2, 3, 4, 5 ցուցադրություն մեկ էլ սկսում է պակասել։ Հիմա ավելի շատ թատրոն են գնում, գիտեք։ Այսօր շատ են թատրոն այցելող։ Այսօր շատ ավելի թատրոն են գնում։ Մարդիկ, քան ֆիլմերի դիտելու, ֆիլմ դիտելու, կինոներ, քիչ են գնում։ Իսկ արդյոք չեք կարոտել այդ նկարահանման հրապարակին, պրոցեսին ընդհանուր։ Սպասում եմ լավ առաջարկի։ Ո՞րն է այդ առաջարկը։ Որ լինի այդ լավ Ինչպես եք պատկերացնում, որտեղ եք ձեզ պատկերացնում։ Որ լինի կպատկերացնեմ։ Որ լինի կպատկերացնեմ, վերջերս մի ընկեր ունեմ, այսինքն բեմի պարտնյոր, խաղընկեր։ Ասեցի, գիտես, քո ճակատին գրված է, որ դու պետքա նկարվես ֆիլմերում։ Մտածեց, հենց արեց։ Լսի, լավ բան ես ասում, հետաքրքիր բան ես ասում։ Քո ճակատին պետքա գրված լինի, որ դու
ֆիլմերում պիտի նկարվես։ Գուցե չի եկել այն լավ ժամանակը կամ առաջարկի ժամանակը, գուցե։ Ես սպասում եմ, համբերատար։ Ոչինչ։ Միգուցե այդպես համբերատար սպասում եք, քանի որ տեղյակ ենք, որ հանդիսավար եք հանդես գալիս կոմերցիոն միջոցառումների ժամանակ եւ ձեզ շատ հաճախ հանդիպում ենք հենց այս կամ այն միջոցառմանը վարելիս։ Միգուցե ֆինանսական կողմն ապահովված է այդ պատճառով։ Չէ, գիտեք ինչ, հարցը հիմա ֆինանսականի մասը չի։ Հարցը այստեղ ասեցինք, չէ, ինչ գործ անում ես, ինչ անում ես, պիտի լավ անես։ Հիմա եթե ես կարողանում եմ այդ կոմերցիոն միջոցառումները, նաև հարսանյաց հանդիսությունները, նաև չգիտես ինչ հանդիսություն, լավ անել, ինչու չանեմ։ Ինչու չանեմ։ Եթե մարդիկ քեզնից շատ գոհ են, ինչու չանես։ Ինչու մարդկանց հաճույք չպատճառես։ Ինչու նստեմ ասեմ դե սպասեմ մի հատ լավ առաջարկ կգա, կինո կնկարվեմ, ես մեծ ոնց բան գաղափար, չէ, դա էլ է գաղափար, ընտանիքի ծնունդը, ուրախությունը մարդկանց հետ շփվելը, շատ կարևոր բաներ են դրանք, շատ կարևոր։ Մխիթար, ձեզ հետ համաձայն եմ, բայց քիչ առաջ խոսում էիք այն մարդկանցից, ովքեր որ պարզապես իրավունք չունեն գուցե հայտնվել այս կամ այն նախագծում։ Այս դեպքում գուցե նրանք էլ են այդպես մտածում։ Իհարկե ես չեմ թերագնահատում ձեզ որպես հանդիսավար, անձամբ ներկա եմ եղել եւ այո, մի միջոցառման, որտեղ դուք եք հանդիսավարը։ Այս դեպքում գուցե այդ մարդիկ էլ են մտածում։ Գուցե նրանք էլ մեղավոր չեն, պարզապես նրանց պետք է կողքից հուշել, դու այս բանը վատ ես անում։ Ես չեմ մեղադրում, ուղղակի չեմ հարմարվում, ընդամենը, ասեցի, անում են շատ լավ, ամեն ինչ շատ լավ, հրաշալի է։ Պարզապես չեք հարմարվում։ Մխիթար, հետաքրքիր է, իսկ որն է ձեր գնային սանդղակը, ցանկացած զույգի հարմար են ձեր պայմանները, որոնք են ձեր գնային այդ սանդղակը, արդյոք աստղաբաշխական թվերի հետ գործ ունեք։ Ինչ աստղաբաշխական թվեր, աստղաբաշխական թվերի մասին խոսք անգամ չի կարող լինել, որովհետև այնպես չի, որ մատուցած ծառայությունը անորակ է, այդպես չի, ուղղակի մարդկանց հետ պետք է հարմարվել, մարդկանց հետ պետք է սիրով մոտենալ այն երեկոյին, որտեղ որ դու լինելու ես, նաև դու ես լինելու, որովհետև դու պետք չի, որ լինես որպես կողքի մարդ, այլ դու պետք է լինես լիարժեք ոգ իրենց հանդիսության, հանդեսի։ Միայն այդ դեպքում կարող է տեղի ունենալ ամենալավ երեկոն, ըստ իս։ Դրա համար ես աստղաբաշխական թվեր չեմ կրակում, այսպես ասեմ, ինչու, որովհետև անիմաստ է, անիմաստ է։ Ինձ սիրում են, ընկալում են, լսում են, ընդունում են, լինում են ինչ-որ բաներ, որ հայ ենք, հնարավոր չի, ամբողջ այսպես հալած յուղի պես լինի, բայց ամեն ինչ շատ գեղեցիկ հարթվում է։ Չկա մի վատ նոտա։ Ես չեմ սիրում այդ վատ նոտաները, իսկ գնային ես հարմարվում եմ։ Ես հարմարվում եմ։ Կան հանդիսավարներ, ովքեր նշում են, որ մենք շատ բարձր ենք գնահատում մեր արած աշխատանքը, այդ պատճառով էլ իրենք պետք է վճարեն դրան համապատասխան։ Գիտեք, բազմիցս դեպքեր են եղել, օրինակ ներկա էինք, այս մարդն էր վարում, ինքը տենց գին ուզեց, մեծ գումար ուզեց, մենք մտածեցինք, որ լավ է լինելու, հա, տվեցինք այդ գումարը, հետո սարսափելի բան ստացվեց, խմեց մեր հարսանիքին, իրան կորցրեց, կեսից ճանապարհեցինք տուն։ Ասում բա, որովհետև ամեն մի թանկ բան չի, ապրանք չի, որ որակով է, եւ ամեն մի միջին գնի բան չի, որ վատն է։ Մխիթար, քիչ առաջ խոսեցինք նաև 32 ատամակումբից ձեր հեռանալու մասին, այդ առիթով մեկ անգամ նշել եք, որ տեղում դոփել ես չեմ սիրում, եթե մի պատուհանը փակվում է, ուրեմն հաստատ դուռ կա բացվող։ Հա։ Այս դեպքում որոնք էին այդ դռները, որոնք բացվեցին ձեր առաջ, Արմենիա հեռուստաընկերությունից եւ 32 ատամից հետո։ Չեմ ֆիքսվում երբեք, որ դուռը փակվեց, որ դուռը բացվեց։ Ուղղակի շարունակում եմ ապրել, շարունակում եմ աշխատել, որովհետեւ ինձ դուր է գալիս աշխատել ու պարապուրտը ուղղակի սպանում է։
փորձում եմ խուսափել պարապուրտից, որովհետև ինձ անընդհատ սազում է աշխատելը։ Սազում է անընդհատ աշխատելը։ Ես ընկել եմ ռիթմի մեջ ու սիրում եմ այդ ռիթմը։ Հետաքրքիր է, այսօր հեռուստատեսությունում կա մի նախագիծ, մի սիթքոմ, չգիտեմ, մի հաղորդում, որտեղ որ դուք ինքներդ ձեզ պատկերացնում եք։ Դա Միգուցե այդպես հարցը հնչեցնենք, որպեսզի հասկանանք, թե որոնք են ձեր պատկերացումները այս ոլորտում։ Չեմ մտածել։ Օրինակ Արմենիայից առաջարկը եղավ բարի լույս։ Առավոտյան ներկայանում ես մարդկանց ու պետքա լիցքեր տաս, դրական լիցքեր տաս, պետքա ստացվեց։ Այսինքն ինչ առումով ստացվեց։ Ինձ զանգում էին բարբերաբար ու ասում էին, գիտես շատ առողջ ու շատ կենթանի եթեր է, այսինքն ապրող եթեր է։ Սենց չի էլի սառը պաղ բաներ չկան, էլի տենց վանող։ Նենց լավ կարողանում ես կենթանացնել այդ ամբողջ մթնոլորտը, էլի մթնոլորտ ստեղծել, որ մարդ բարի լույս ասի քեզ, ասի բարի լույս, որովհետև շատ կարևոր է, շատ։ Այսինքն ինչ անում ես, պետք է լավ անես։ Ես փորձում եմ լավ անել։ Հիմա միտեղ եթե ինձ չեմ պատկերացնում, որ պիտի լավ անեմ, կամ ընդհանրապես մտքովս չի անցել, ինձ պետք է հրավիրել։ Օրինակ, եթե դուք հրավիրեք ինչ-որ մի գործի ինձ, ասեք օպերատոր պետք է լինես։ Ես կասեմ չեմ կարող, որովհետև ես լավ օպերատոր չեմ։ Չեմ լինի օպերատոր։ Կոորդինատոր պիտի լինես, խնդրեմ, կարողանամ կոորդինատոր լինել, որովհետև կարող եմ հավաքել բոլորին։ Ինձ մոտ լավ ստացվում է, էլի ընկերներիս հետ տենց կոորդինատոր չեմ, բայց շատ սիրում եմ ընկերներիս հետ հավաքվել, անընդհատ հավաքվել, ինչ որ մի բան նշել, ուտել, խմել, քեֆ անել, պայծառ լիցքերով փոխանակվել, դա սիրում եմ։ Կարողանամ կոորդինատոր լինել ու լավ կոորդինատոր, չեք դժգոհի ինձնից, բայց օպերատոր չեմ կարող, հնչյունային ռեժիսոր չեմ կարող ձեզպես ինֆորմացված լինել, դուք պետք է ինձ ինֆորմացնեք, ինչ որ մի բան վարեմ։ Լավ, իսկ ափսոսանք չկա, որ որպես հաղորդավարի աշխատանքն արդեն անցյալում է, որովհետև նշեցիք, որ կարծիքները դրական էին, ձեզ մոտ այն շատ լավ էր ստացվում, սակայն եկավ մի օր եւ դուք այլևս չհայտնվեցիք։ Կարող մի 10 տարի էլ վարել ինչ որ հաղորդում։ Իհարկե, ամեն ինչ դեռ առջևում է, կոնկրետ ներկա, հա, պայի դրությամբ։ Ափսոսանք չկա։ Եվ հետաքրքիր է, մարդիկ կային, որ նույնիսկ մտածում են, քանի որ այս դեպքում արդեն ապացուցված է, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ միտեղից հեռանում է, գուցե դա ինչ-որ կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով է եղել։ Գիտեք, ինձ մոտ ափսոսանք կա միայն չխաղացած դերերի համար, որովհետև եթե ես կուզեի խաղալ օրինակ այսինչ դերը ու չեմ խաղացել ինչ-որ մի տարիքում, որ լիարժեք համապատասխանում էր, ուրեմն միայն դրա համար կարող եմ ափսոսալ, իմ մասնագիտության հետ կապված եմ ասում։ Մնացյալ, ասենք, ուրիշ բաները կան, որ ափսոսում եմ, շատ բաներ կան, որ ափսոսում եմ չարածի համար։ Ինչ-ինչ պատճառներով նաև արածների ինչ-որ բաներ կան, բայց չեմ ֆիքսվել երբեք, դրա համար չեմ ուզում հետ գնալ, ուզում եմ առաջ գնալ, որովհետև ամեն տարիքում ինչ-որ մի բան, ասում եմ, դերասանի մասնագիտությունը շատ ճկուն մասնագիտություն է, շատ լավ մասնագիտություն, ամեն տարիքում դու կարող ես ինչ-որ մի ձեռքբերում ունենալ, լավ ձեռքբերում, մեծ ձեռքբերում ունենալ։ Դրա համար շարունակենք ապրել ու շարունակենք լավ ապրել, որովհետև լավը ինձ համար աշխատելն է, անընդհատ գործելը։ Երբ որ դու գործում ես, դու չես արդեն մտածում չարանալ ինչ-որ մեկի վրա, չես մտածում բամբասել ինչ-որ մեկից, չես մտածում ինչ-որ մեկին վնաս հասցնել, երբ որ դու զբաղված ես, դու մտածում ես մարդկային բնավորությունից էլ է, դու մտածում ես միայն լավ բաներ անելու մասին, Եթե ամեն ոքս, չեմ փիլիսոփայում, դա ուղղակի մտածում եմ բարձրաձայն, ամեն ոք մտածի լավ բան անելու մասին, վստահաբար այնքան գեղեցիկ կլինի մեր շրջապատն ու աշխարհը, այնքան գեղեցիկ կլինի։ Այդքան բան։ Կյանքում ձեր կարևոր ձեռքբերումներից մեկը նաև ձեր ընտանիքն է։ Այո։ Նշում եք, որ անդադար եք աշխատում եւ սիրում եք աշխատել։ Հասցնում եք ժամանակ տրամադրել, բավականաչափ ժամանակ տրամադրել։ Վերջին մի շաբաթը հասցնում եմ։ Առհասարակ եմ հասցնում, ճիշտ է, ինչ որ բաներ կան, որ կուզեի ավելի հաճախակի լինեին, բայց ապրելա պետք է ապրել։
Մխիթար, ասեք, թե ինչ սպասենք ապագայում, ինչ նախագծեր եք պատրաստվում իրականացնել։ Հավատացեք, ես ինքս սպասելիքներ չունեմ, որովհետև չեմ ֆիքսվում։ Ինքս նախաձեռնող չեմ։ Այսինքն դուք միշտ սպասում եք։ Ես միշտ չեմ սպասում, ես աշխատում եմ, այդ սպասել ինքն իրանն է սպասում։ Այսինքն ես չեմ էլ մտածում, որ պիտի սպասեմ։ Ուղղակի գալիս է օրը իր բարիով, իր ամեն լավ էներգիայով ու այդպես ստացվում է ամեն ինչ։ Նորմալ, լավ, հաճելի, ուրախ։ Հետո ես չեմ սիրում տրտնջալ։ Դա էլ կարևոր է։ Չտրտնջալ, որովհետև մարդիկ կան ու շրջապատումս թերևս հանդիպում են հաճախակի, որ տրտնջում են։ Ամեն ինչ լավ է իրանց մոտ, շատ լավ է իրանց մոտ ամեն ինչ, բայց իրանք տրտնջում են, ասում ինչի եք տրտնջում, մի տրտնջացեք։ Ես հոգնում եմ այդ դրանից։ Ես լուրջ բան եմ, դեպրեսիա եմ ապրում, երբ որ կողքից մարդը տրտնջում է, փորձում եմ ինչ-որ մի կերպ հանել այդ վիճակից, որովհետև դա դեպրեսիա է հետագայում։ Կամ դա դառնում է, եթե ինքը սովորել է դրան, կողքինին է գցում դեպրեսիայի մեջ, ինձ գցում է դեպրեսիայի մեջ, ինչի։ Ես ուզում եմ նորմալ, դու էլ լավ լինես, ես էլ լավ լինեմ, որ լավ ապրենք։ Լավ, Մխիթար, շնորհակալ ենք զրույցի համար։ Աշխատեք, սպասեք, վերադարձեք եթեր, գուցե արդեն ժամանակն է, գուցե հեռուստադիտողները կարոտել են։ Ես չեմ նախաձեռնում, թող հրավիրեն, թող ձեր եթերից հետո մի զանգ ունենամ, ասեն, մենք ձեզ այստեղ ենք պատկերացնում, ես էլ ասեմ, գիտեք, ես էլ եմ ինձ այդտեղ պատկերացնում ու անենք միասին այն արարողությունը, որը պետք է անենք։ Մենք էլ մեր հերթին ուրախ կլինենք, որ ինչ որ չափով նպաստել ենք այդ զանգին։ Շնորհակալ ենք ձեզ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Այսօրվա մեր արտաքին տեսքն ապահովելու համար շնորհակալություն ենք հայտնում Ագագ Հանքանյան Image Studio-ին, որտեղ լիարժեք արտաքին գեղեցկություն ապահովելուց բացի գործում են նաև կոսմետոլոգիական ծառայություններ։ Հասցե Իսահակյան 14։ Այսօր այսքանը, մենք շարունակելու ենք մեր տեսադաշտում պահել հայկական շոու բիզնեսում տեղի ունեցող բոլոր բացահայտ ու թաքուն իրադարձությունները։ Նաև չենք դադարելու բարձրացնել հարցեր, որոնց պատասխանները մինչ այս չեն հնչել։ Եթերում փոփ-արտներ կհանդիպենք։ Հաղորդման գործընկեր Դան դեսերտ խմորեղենի եւ տորթերի արտադրության ընկերություն։ Շուրջ 30 տարի շուկայում առաջատարներից մեկը համարվող Դան դեսերտում կարող եք գտնել իրենց համային յուրահատկությամբ ու ինքնատիպությամբ աչքի ընկնող ամենատարբեր տորթեր եւ խմորեղեններ։ Այստեղ կարող են կատարածել ձեր ցանկացած մտահղացում տոնական սեղանին տալով յուրահատուկ տեսք։ Այժմ Դան դեսերտից կարող եք օգտվել նաև Prospect Mall-ի երկրորդ հարկում գտնվող սննդի կետից։